Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը օրերս հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն լինելու է Սամվել Կարապետյանը, բայց ձևիստները միևնույն ժամանակ ընդունեցին պարզ փաստը, որ Սամվել Կարապետյանը չի կարող դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից Սամվել Կարապետյանը ունի նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Եվ դրա համար նրանք հայտարարում են, որ ընտրություններից 20 օր անց հանդես կգան օրենսդրական փոփոխությամբ եւ դրանով հնարավորություն կտան, որպեսզի Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ։ Եվ այստեղ սկսվում է ամենավտանգավորը, նրանք ասում են նախընտրվենք եւ հետո օրենքը փոխենք, որ մեր մարդը համապատասխանի վարչապետի թեկնածուի պահանջներին։ Սա արդեն քաղաքականություն չէ, սա պետական ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքի պարզ ցուցիչ է։ Օրենքը նրանց համար ոչ թե խաղի կանոն է, այլ խոչընդոտ, որը պետք է հարմարեցվի իրենց ցանկությունը։ Սա է իրենց ձևը։ Ամենաաբսուրդն այն է, որ այս ամենը փաթեթավորվում է այսպես ասած ժողովրդի վստահությամբ, բարձրագոչ հայտարարությամբ։ Այսինքն ասում են, եթե ունենանք մանդատ, ապա կարող ենք փոխել ցանկացած սահմանափակում, թեկուզ այնպիսի, որը վերաբերում է երկրի ինքնիշխանության հիմնարար սկզբունքներին։ Այս տրամաբանությամբ վաղը կարելի է փոխել ցանկացած սահմանադրական արգելք, հարմարեցնելով այն մեկ կոնկրետ անձի քմահաճույքին։ Պետությունը չի կարող կառուցվել մեկ մարդու համար գրված օրենքներով։ Եթե մարդը չի համապատասխանում պահանջներին, ապա ուրեմն պետք է ուղղակի չառաջադրվի։ Բայց առաջարկել ընտրել ուժի, որը բացահայտ ասում է, որ մենք հետո կփոխենք խաղի կանոնները, նշանակում է օրինականության գաղափարը դարձնել սակարկման առարկա։ Սա նաև քաղաքական ազնվության հարց է։ Եթե մարդն ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, ապա հասարակությունն իրավունք ունի հարց տալու, ինչ քաղաքական եւ իրավական կապեր ունի այդ մարդը այլ պետության հետ, եւ ինչպես է պատկերացնում լիարժեք ինքնիշխան կառավարումը։ Պետական պաշտոնները չեն կարող լինել անձնական նախագծեր։ Երբ քաղաքական ուժը հայտարարում է, որ նախ մեզ տվեք իշխանություն, իսկ հետո մենք կարգավորենք իրավական խնդիրները, ապա դա արդեն ոչ թե ծրագրային առաջարկ է, այլ ուղղակի կրկես։ Այստեղ հարցը շատ պարզ է։ Պետությունը պետք է հարմարվի անձին, թե անձը պետք է հարմարվի պետության օրենքներին։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։